FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի եւ աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։ Elrumi գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Novothein Ultra աչքի խոնավեցնող եւ հանգստացնող կաթիլներ չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Կանանց միամսյակի շրջանում որպես կանոն մենք աշխատում ենք ներկայացնել ու զրուցել կանանց հետ, ովքեր իրենց կյանքի ընթացքում, կյանքի ճանապարհին շատ տարբեր փուլեր հաղթահարելով կարողացել են հասնել երազանքի։ Մեր այս օրերի ծրագիրը այսպիսի խորագիր ունի, կանայք, որ փոխում են աշխարհը։ Գիտեք, միշտ տպավորություն է, որ հատուկ ու երկար ինչ-որ ճակատագրական պահեր պիտի լինեն, որպիսի ծնվեն կանայք, ովքեր իրականում փոխում են աշխարհը, բայց յուրաքանչյուր կին ինքն իր համար, իր ներսում ինչ-որ բան փոխելով, այս աշխարհում ինչ-որ բան ուրիշ է դարձնում։ Մենք որպես կանոն աշխատում ենք նաև հեռավար կապով զրուցել օվկիանոսից այն կողմ գտնվող հայ կանանց հետ, ովքեր ուրիշ ճակատագիր են ունեցել, բայց կյանքը, ինչպես ասում են, անակնկալներ է մատուցում, եւ այն կանայք, ովքեր կարողանում են այս անակնկալներն ու մարտահրավերները հպարտությամբ ընդունել ու դրանց մեջ հաղթանակներ գտնել, կարծում եմ, որ նրանց փորձը, նրանց խոսքը իրականում հետաքրքիր է։ Գիտեք, կնոջը հայացքի մեջ կարելի է ամեն ինչ գտնել, բայց միևնույն ժամանակ առաջին հերթին հենց հայացքն է, որ կանխորոշում է նաև որոշակի հարաբերություններում, որոշակի ոլորտներում կնոջ հաղթանակները։ Այսօր մենք շատ հետաքրքիր կնոջ հետ ենք զրուցելու, ով օվկիանոսից այն կողմ գնալով երևի չի էլ մտածել, որ կկարողանա իրականում շատ կանանց ստիպել, որպեսզի ուրիշ հայացքով նայեն աշխարհին։ Եվ իր երազանքի ետևից գնալով, իր նախասիրությունը ինչ որտեղ շնորհքը դարձնելով մասնագիտություն կարողացել է իրականում հաղթանակներ գրանցել։ Այս պահին ես ուզում եմ նաև ձեր անունից Elrum-ում սիրով ողջունել The Spotlight ստուդիոյի համահիմնադիր, թարթիչների լիցքի եւ հոնքերի մասնագետ Նելի Մանուկյանին։ Նելի, շատ ուրախ եմ, որ առիթ ունեցա ծանոթանալ ձեզ հետ, շատ հետաքրքիր է, որ մասնագիտությունը, որ դուք ընտրել եք, այնպեսի սիրով եք դրա մասին խոսում, հասկանալի է, որ իրականում դուք այստեղ կարողանում եք շատ կանանց իսկապես երջանիկ դարձնել, ընդգծել նրանց հայացքի մեջ հենց այն, ինչ իրենք են ուզում ընդգծել։ Այո, ողջույն Լիլի ջան, շատ հաճելի եւ շատ ուրախ եմ հրավերի համար։ Նելի, երբ ձեր աշխատանքները նայում էինք, հետևում էինք ձեր էջին եւ երբ ձեր այցելուների հետ զրուցում էինք, ի վերջո բոլորը ինչ որ ձևով, որոշում են հարդարել հոնքերը եւ այլն, բայց ձեր աշխատանքների մեջ ես տեսա, որ ձեռագիրը շատ տարբեր է, այսինքն դուք նայում եք մարդու դեմքին եւ հասկանում ինչ է պետք ավելացնել այն ավելի այսպես հետաքրքիր, խորհրդավոր ու կանացի դարձնելու համար։ Կանացի գեղեցկությունը էլ ավելի ընդգծելու համար, որովհետեւ կանայք կան, օրինակ գալիս են ինձ մոտ, չեն հասկանում ինչ ձև կարելի անել, որ օրինակ հոնքերը ավելի իրենց դեմքին ավելի սազական լինի։ Ես իմ մասնագիտությամբ ելնելով, իրենց արդեն տեսնելով, իմ երկար տարիների փորձից ելնելով, արդեն նրանց տալիս եմ իմ ճիշտ խորհուրդը եւ անում ենք այնպես վերջնական տեսքը ստանալուց արդեն, որ իրանք տեսնում են, իրենց ուրախ հայացքը, դեմքը տեսնում են, որ իրանք ինչքան գոհ են, դա ինձ համար ամեն ինչ է։ Ես ուղղակի դրանով ապրում եմ։ Նելի, նաև շատ լավ ձևակերպում տվեցիք ուրախ հայացքը, իհարկե իրենք կարող են շատ գոհ լինել եւ ուրախ հայացքը դրա հետ կապվի, բայց հոնքերի միջոցով է, չէ՞, մենք ինչ-որ բանից դժգոհում ենք, ինչ-որ հոնքերը կարող են խիստ դեմքի արտահայտություն տալ, շատ հետաքրքիր է, որ շատ կանայք հենց սխալ հոնքերի հարդարման պատճառով կարծես անհաջողություն են ունենում, որովհետեւ բոլորի մոտ տպավորություն է, որ իրենք ինչ-որ շատ նյարդային, ջղային վիճակում են։ Ունքերը այնքան կարևոր դեր են խաղում մարդկանց, կանանց հայացքի այդ
նրանց հայացքի վրա, որ ունքերի տարբեր ձևերով կարող ես մարդկանց տարբեր հայացքներ ստանալ, թե ջղային, թե զարմացած, թե տխուր, թե ուրախ։ Եվ հետաքրքիր է, չէ՞, նույնիսկ ասենք մենք այդքան կարծես առօրյայում չենք նկատում, բայց նույնիսկ երբ նայում ես հենց ամենատարբեր մուլտ հերոսները, չէ՞, իրենց բոլոր էմոցիաները հենց հոնքերով է արտահայտվում։ Այո, բայց դուք ամենասկզբից այս մասնագիտությունը չեք ընտրել, փաստորեն տնտեսագիտական Երևանում, ծնվել եք Երևանում եւ Երևանի պետական տնտեսագիտական քոլեջն եք ավարտել, տնտեսագետ, հաշվապահ մասնագիտությամբ, գիտեմ, որ ավարտել եք կարմիր դիպլոմով, բայց հետո ընդունվել եք ժողտնտեսության ինստիտուտ, բայց էլ չեք շարունակել։ Չեմ շարունակել, բախտի բերմամբ ծանոթացա իմ ապագա ամուսնու հետ, կազմեցի ընտանիք եւ այդպես ոնց որ կիսատ մնաց իմ ուսումը, բայց 16-17 տարեկանից ինձ արդեն շատ հետաքրքրում էր հոնքերը, այսինքն եթե ես մարդուն տեսնում էի, առաջինը նրա դեմքի վրա նրա հոնքերն էի նկատում ու ոնց որ Աստծո կողմից տված այդ շնորհքը, որ ես սկսեցի օգտագործել, դա արդեն իմ հարազատների, մայրիկիս առաջվա չգիտեմ հիշում եք թե չէ կանանց հոնքերը ոնց որ ես միշտ ասում եմ ոնց որ ստորակետի նման լիներ ոնց որ առաջի փորձս իրենք են եղել ու այդտեղից սկսված այդ ժամանակ ոնց որ ոչ պրոֆեսիոնալ դե բնականաբար նոր փորձում էի փորձեր էի անում ու հասկացա որ դա իմ մոտ ստացվում է եւ ոնց որ ես դրանով ապրեի ես աշխարհից կտրվում էի երբ որ ես սկսում էի հոնքերի ձևավորում տալ, զբաղվել հոնքերով, ես լրիվ աշխարհից կտրվում էի ու ես հասկացա, որ կարելի է զբաղվել, ինչու ոչ։ Այո, սա մասնագիտության վերածել։ Այ ինչպես այդ որոշմանը եկաք, փաստորեն Նելի նշեցիք, որ ձեր ապագա ամուսնու հետ հանդիպել եք շատ փոքր տարիքում ամուսնացել եք, ինչպես հասկացաք, որ մասնագիտությունը նոր կարելի է ձեռք բերել։ Քանի որ հասկացա, որ դա ինձ մոտ եւս ստացվում է, հետո արդեն սկսեցին հաճախորդները շատանալ, դա սկզբում աշխատում էի Երևանում, աշխատում էի տանից, որ արդեն մեկը մեկով տեսնում էին, հավանում էին ու գնալով իմ հաճախորդները շատացան 2015 թվականին, երբ որ մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, այստեղ նորից սկսեցի տանից աշխատել հոնքերի ձևավորումով եւ դրա հետ մեկտեղ սկսեց ինձ հետաքրքրել նաեւ թարթիչների լիցքը Ես փորձեցի զբաղվել նաև թարթիչների լիցքով, որտեղ որ ստուդիո կար, Լաշիս դե Աննա ստուդիոյում եմ, այնտեղ եմ սովորել թարթիչների լիցքը եւ Աննան ինձ առաջարկեց աշխատել իր ստուդիոյում որպես հոնքերի ձևավորող եւ արդեն գումարած դրան արդեն թարթիչների լիցքով էլ պետք է զբաղվեի Այդպես 1.5 տարի այնտեղ աշխատելուց հետո ես եւ իմ գործընկերուհին, որը որ հիմա մենք շատ հարազատ, շատերը այստեղ գիտեն, մենք քույրեր ենք, բայց քույրեր չենք, ուղղակի շատ արդեն մենք իրար շատ հարազատ մարդիկ ենք դարձել։ Մենք որոշեցինք առանձնանալ, արդեն վարձակալված տարածքներում առանձին էինք աշխատում։ Այդպես էլ երկար արդեն մի քանի տարի աշխատելուց հետո միասին որոշեցինք արդեն ստեղծել մեր անձնական ստուդիոն կապված հոնքերի եւ թարթիչների հետ, որը կոչվեց The Spotlight Studio։ Շատ լավ, փաստորեն հիմնադրեցիք ձեր գործընկերուհու հետ արդեն մի քանի տարվա ընթացքում կարողացաք, հա, 2015-ին մեկնել եք, 2021-ին արդեն այո, The Spotlight Studio-ն հիմնադրել եք։ Սիրելի հետևորդներ, դուք տեսնում եք այսքան հմայիչ, գեղեցիկ եւ դժվար է պատկերացնել 19 տարեկան աղջիկ ունի Նելին եւ 14 տարեկան տղա։ Աստված պահի։ Նելի իրականում դժվար է հավատալ, որովհետեւ
իսկապես շատ երիտասարդ եք երևում եւ ձեր դեմքի էս լուսավոր պայծառ արտահայտությունը երևի սիրած գործով զբաղվելու հետ էլ կապ ունի։ Շատ կարևոր է դա, այո, մարդ եթե իր սիրած գործով է զբաղվում, այո, ինձ թվում է դա էլ է նպաստում դրան։ Այո, շատ լավ, փաստորեն 2021-ից արդեն գործում է The Spotlight Studio-ն, որը հենց պրոֆեսիոնալ մասնագիտացված զբաղվում է հոնքերի ձևավորմամբ, հոնքերի եւ թարթիչների հետ կապված թարթիչների նաեւ լիցք եւ լամինացիա փաստորեն։ Այո։ Դուք ոչ թե ուղակի շտկում եք հոնքը, այլ դուք ձևավորում եք ըստ էության հոնքը։ Այո, բնական հոնքերը շտկում եւ ձևավորում եմ եւ նաեւ կա փոշեդրման միջոցով, որ ձևավորում ենք հոնքերը, այսինքն եթե բնական հոնքեր մարդկանց մոտ կանանց մոտ բնական հոնքերի խնդիր ունեն, այսօր ժամանակներում կանանց մոտ մեծ խնդիր է դա, հոնքերը թափվում են, ոնց որ անցքերը բացվում հոնքերի մեջ կամ դրանից ավելի սկսվում է բարակել, բայց եթե կնոջը չի սազում բարակ հոնքեր, արդեն դիմում ենք նման միջոցների, այսինքն փոշեդրման հոնքերի փոշեդրման միջոցի ենք արդեն անցնում, որ ստանանք մեր ուզած հոնքերի ձևը։ Այո, բայց այստեղ նաև դուք ձեր, այսինքն ձևը որոշում եք, հա դեմքին նայելով, հետո նաև բացի, այսինքն կարելի է մի քիչ բարձրացնել, երկարացնել, փոխել, չէ՞, նաև փոշեդրումով։ Այո, տարբեր ձևերի, այսինքն մենք լավագույն տարբերակն ենք ընտրում հոնքերի եւ աշխատում ենք այդ տարբերակի վրա արդեն, որ ստանանք մեր ուզած ձևը։ Ահա, ես գիտեմ, որ նաև տեխնիկայի առումով մի քիչ ավելի տարբեր է, թե հոնքերի ձևավորումը, թե փոշեդրումը։ Նշեցիք, որ դուք միայն այդ ընդունված ունելիով, պինցետով, ինչպես ասում են, դրա այդպես եք աշխատում։ Ինչն է տարբերությունը մյուսի հետ, այսինքն սիրում եք մանրակրկիտ աշխատանք։ Ես սիրում եմ մանրակրկիտ աշխատանք, այստեղ ճիշտ է ընդունված է շատ թելով են աշխատում եւ ոսկով, բայց ամեն մեկը իր ոնց որ բարդությունները ունի եւ ինձ համար ավելի ճիշտ տարբերակը պինցետով աշխատելն է, այսինքն ես կարողանում եմ պինցետով ճիշտ ստանալ այն ձևը, ինչ որ ինձ պետք է։ Փաստորեն հոնքերի հետ կապված ձևավորում, փոշեդրում, թարթիչների հետ կապված լիցք, հա։ Ոչ միայն հոնքերը, նաև լամինացիա տարբերակով էլ են կարողանում անել։ Դա արդեն ոնց որ նոր ոճ է ունքերի, այս վերջին մի 2 տարին է դա եկել մոդայի մեջ ընկել, ոնց որ։ Նաև այո, փոշեդրումից եւ ձևավորումից բացի արվում է լամինացիա։ Այո, դուք նաև շատ հետաքրքիր ես տեսա, որ փոշեդրած հոնքերի ձևը կարծես փոխում եք լամինացիայով, հա, այսինքն դրանք ավելի հատ-հատ, այդպես ուղղություն տալով, հա։ Այդպես հատ-հատ, այո, մազերի ուղղությունը հատ-հատ ընդգծվում է լամինացիայի շնորհիվ։ Եվ այդպես դա ժամանակավոր ճիշտ է բնույթ է կրում, ինքը տևում է մոտավորապես մի ամիս, այդ տեսքը, որ ուզում են ստանալ։ Հետո եթե արդեն իրենց դուր է գալիս դա, նորից գալիս են, նորից նույն ձևով նորից շտկվում է լամինացիայի տեսքով արդեն։ Այո, իսկ թարթիչների լամինացիա նույնպես արվում է։ Այո, թարթիչների լամինացիա նույնպես արվում է։ Եթե օրինակ կինը ունի երկար բնական թարթիչներ, նա չի ուզում անել թարթիչների լիցք, նա կարող է արդեն մենք կարող ենք իրեն անել թարթիչների լամինացիա, որ ավելի գեղեցիկ ընդգծվի նրա բնական թարթիչները։ Դա էլ է նորից ժամանակավոր, դա բնականաբար տեսք է, մի ամիս է նորից տևում նրա տեսքը, հետո եթե նորից ուզում են, նորից գալիս են նորից այդպես։ Այդպես հրաշալի է, թարթիչների լիցք, լամինացիա, հոնքերի ձևավորում, փոշեդրում, նաև հոնքերի լամինացիա եւ այս ամենը շատ պրոֆեսիոնալ ու գիտեք, այստեղ շատ կարեւոր են իհարկե նյութերը եւ այլն արդեն հասկանալի է, կարող եք դուք էջում էլ տեսնել թե ինչքան պրոֆեսիոնալ է մոտեցումը, բայց ամենակարևորը աչքն է, հա։ Մարդ որ սիրում է իր գործը եւ հասկանում է, որ մեկ մազի ճիշտ դիրքից կախված է կնոջ հայացքը
եւ ուրեմն նաեւ հաղթանակի հասնելու այդ հաստատակամությունը։ Հասցեն հեռախ սա համարը դուք տեսնում եք, սիրելի հետևորդներ, ովքեր օվկիանոսից այն կողմ են, կարծում եմ ձեզ համար դժվար չի գտնել, միշտ հետաքրքիր, միշտ այսպես խորհրդավոր հայացք ունենալու այս բանալին, իսկ մյուս մեր հետևորդներին Հայաստանում ուղղակի շատ կարևոր է, երբ Նելին նշում է, որ կարելի է իսկապես գտնել այն մասնագիտությունը, որը քոնն է, եւ այս դեպքում արդեն աշխարհին իրականում ուրիշ հայացքով նայես։ Կարծես նոր էներգիա քո մեջ բացահայտես։ Նաեւ Նելի, շատ բան կախված է ձեր հարաբերություններից, հաճախորդների հետ շփման ձևն է շատ տարբեր։ Ի վերջո սրանք բոլորը բավական երկար ժամանակ պահանջող աշխատանքներ են։ Այսինքն դուք երկար շփվում եք հաճախորդի հետ։ Այո։ Ասեմ ավելին, մենք հաճախորդներ ունենք արդեն 8 տարի, նույն հաճախորդը գալիս է մեզ մոտ։ Մենք արդեն որպես հաճախորդ չենք, մենք կարելի ասել հարազատ մարդիկ ենք արդեն, միմյանց մենք լավ ճանաչում ենք, կարելի ասել մեր բարեկամներից ավելի շուշուտ ենք իրար տեսնում հանդիպում, քան մեր հարազատների։ Իսկ այստեղ էլ կա, չէ, ասենք դուք նշում եք 8 տարի, հա, կանանց մոտ նաև այդ մի քիչ դժվար է լինում, կոմպլեքսներ է ձևավորվում ժամանակի ընթացքում, փոփոխություններ են տարիքային լինում։ Ես գիտեմ, որ օրինակ փոշեդրման դեպքում դուք կարողանում եք այնպես անել, որպեսզի ժամանակի ընթացքում նաև ձևը փոխել։ Տարիքի հետ կանանց աչքերը ավելի ոնց որ ասած կախվում են։ Արդեն եթե երիտասարդ է, արդեն բնականաբար հայացքը ուրիշ է լինում, քան մի քիչ մեծ տարիքով կանանց մոտ։ Մեծ տարիքով կանանց մոտ անում ենք այնպես, որ հայացքը բացենք, այսինքն այդ կախված աչքերը ավելի բարձրացնենք, որ հայացքն էլ բարձրանա։ Երիտասարդների մոտ մի քիչ ավելի ուրիշ ձևով է արվում, նրանց ունեցածը էլ ավելի գեղեցկացնում ենք, իսկ մեծահասակ արդեն կանանց մոտ ավելի շատ շտկում ենք, այնպես ենք անում, որ ավելի նրանք երիտասարդանան։ Այո, իսկ Նելի, այսօր շատ դեպքերում եւ երիտասարդները եւ նաեւ միջին տարիքի կանայք, չէ, ասենք նոր մի տրենդ է դուրս գալիս, թե թարթիչների լիցքի այդ տարբեր տիկնիկի կամ աղվեսի եւ այլն այս ձևերը, նաեւ հոնքերի նշեցիք նոր այդ ոճը, գալիս են եւ իրենք պահանջում են։ Դուք նայում եք, տեսնում եք, որ սա իր դեմքին այնքան էլ ճիշտ չի լինի, այնքան էլ ներդաշնակ չի լինի։ Այ ինչպես է լինում այս դեպքում, որն է լինում ձեր պատասխանը կամ ինչպես եք կարողանում նուրբ ասել, որ ես ձեզ ուրիշ բան կանեմ։ Նախ առաջին հերթին ես լսում եմ իր կարծիքը, նա ինչ ձև է ցանկանում որ լինի։ Եթե ես տեսնում եմ նրա ուզած ձևը իրեն այդքան համապատասխան չի, ես փորձում եմ ասում, ես կարող եմ առաջարկել իմ տարբերակը։ Եթե դու ուզում ես, կարող ենք անել իմ տարբերակով, եթե ոչ, արդեն ձեր ընտրությունն է։ Եվ այդպես համաձայնության են գալիս։ Ամեն դեպքում պնդելը սխալ է, հաճախորդի հետ պետք է ավելի նուրբ աշխատել, որպեսզի նրան չնեղացնել, ավելի շատ անում ենք նրա ուզած ցանկությունն են կատարում, քան մերը, բայց եթե ինքը լրիվ ամբողջությամբ թողնում է մեր որպես մասնագետի աչքով նայենք եւ մեր խորհուրդը տանք, անենք մեր ձևով այն ինչ որ իրեն ավելի կգեղեցկացնի, այդպես միասին համաձայնության գալիս եք։ Այնպես ենք անում, որ հաճախորդին չնեղացնենք։ Բայց այս դեպքում ես գիտեմ, որ շատերը վստահում են ձեզ, նշեցիք, որ մարդիկ կան այցելուներ, որ 8 տարի արդեն ձեր մշտական հաճախորդներն են։ Եթե չվստահեն, չեն գա ուղղակի։ Այո, եւ այստեղ այս պարբերականությունը պահելը ամենադժվարն է, չէ, որովհետեւ եւ լիցքի դեպքում պետք է հստակ ժամանակին գալ եւ այլն, ինչքանով են հետեւողական կանայք այս առումով։ Այսօր կանայք առաջնահերթ իրենց տեսքին ավելի շատ են, չէ, ուշադրություն դարձնում, շատ պատասխանատու են այդ արված գործին, շատ ուշադիր են, հետևում են մեր խորհուրդներին, ինչպես կարելի է նրանց լավ այնպես խնամք տալ նրանց, որպեսզի լավ պահպանվի։ Փաստորեն թարթիչների լիցք, այսինքն ինչ պարբերականությամբ պետք է գալ եւ այդ ճիշտ խնամքը ինչքանով է նպաստում,
որպեսզի ավելի երկար ամբողջական տեսքը լինի։ Եթե լիցքարվում է, արդեն պետք է իրենք արդեն հետ կան 2-ից 3 շաբաթվա ընթացքում թարթիչները թափվում են իրենց աչքերից եւ ստանում են արդեն sense իսախնամված տեսք են ունենում, դրա համար արդեն 2-ից 3 շաբաթվա ընթացքում նորից գալիս են վերականգնելու համար։ Ինչ վերաբերում է նյութերին, ես գիտեմ, որ որակյալ նյութերով եք աշխատում եւ գիտեմ, որ հստակ խորհուրդներ եք տալիս, շատ կարեւոր, շատ պարտադիր, որ որևէ կերպ ինքնուրույն ձեռք չտալ, չպոկել, հնարավոր է վնասել։ 24 ժամվա ընթացքում այդ սոսինձը, գլուն էստեղի լեզվով ասված, պետք է հասցնի չորանա։ Առաջի 24 ժամը խորհուրդ ենք տալիս, որ ընդհանրապես ջուր չկպնի աչքերին։ Դրանից հետո դեմքի վրա չեն կարող քնել։ Դա էլ է նպաստում արդեն ոչ միայն դրված թարթիչները կվնասվի, այլ նաև նրանց բնական թարթիչները կվնասվի։ Ձեռք տալ, պոկել, բացառ ես ասում եմ հանկարծ ձեռք չտակ, չփոկեք, որովհետև գիտեք շատերը փորձ ունեն, որ առաջի անգամ անում են թարթիչների լիցք, սկսում են ձեռք տալ, պոկել, հետո իրենց թարթիչները հետը դուրս են գալիս եւ դրանից իրենց մոտ կարծիք է այնպեսի կարծիք են ունենում, որ լիցքից իրենց թարթիչները միաժամանակ պոկվում են, փչանում են։ Դա իրենց մոտ արդեն կարծիքը փոխվում է լիցքի նկատմամբ, այսինքն վախենում են արդեն անեն, որտեղ ասում են անելուց հետո փչանում է մեր թարթիչները։ Ես չեմ կարող ասել միայն հաճախորդից է կախված նրանց թարթիչների վիճակը ոնց կլինի հետագայում, բնականաբար մասնագետն էլ մեծ դեր ունի այդ գործում, բայց պետք է մեզ մասնագետը այնպես անի, որ պետք է միասին աշխատեն։ Հաճախորդն ու մասնագետը միասին պետք է աշխատեն, որ լավ լինի, այսինքն այնպեսի արդյունք վերջում չստանանք, որ մարդը փոշմանի, որ արել է։ Այո, դե արդեն որ տեսնում ես նույնիսկ արտաքինից, հա, այդ ժպտացող, դուք սկզբում շատ լավ բան ասացիք, որ գոհ դեմքով ժպտացող այդ կանայք արդեն դրա մասին են խոսում։ Եվ հետո նաև այս հետևողական, երբ տարիներ շարունակ մշտական գալիս են ձեզ մոտ, այսինքն ձեզ շատ վստահում են։ Նելի, բայց սա նաև շատ ժամանակատար, երկար ժամանակ, մանրակրկիտ աշխատանք է, բայց դուք շատ եք սիրում, այնպիսի տպավորություն է, որ ձեզ չի հոգնեցնում։ Առայժմ չի հոգնեցնում, ես միշտ ասում եմ, քանի առողջական վիճակս ներում է, որովհետև ամեն ինչին վնաս է, թե աչքերին, թե մեջքին, թե ոտքերին, ողնաշարին, վզի հատվածում, որովհետև ժամ ու կես, 2 ժամ նույն դիրքով նստած աշխատում ես կամ թեկուզ կանգնած, որ կանգնած վիճակում հոնք եմ ես ձևավորում, կանգնած վիճակում եմ անում, դա էլ մեջքի վրա է ազդում։ Դե պարբերաբար արդեն ընթացքում բժիշկների մոտ, մասաժիստների մոտ ենք հաճախում, որպեսզի կարողանանք երկար դիմանալ, բայց քանի կարող եմ, ոնց որ ես, քանի հնարավորությունը կա աշխատելու, այո, ես մեծ սիրով աշխատում եմ, չեմ կարողանում պատկերացնել այս գործից հեռու ինձ, որովհետև սիրում եմ մարդկանց հետ աշխատել, ինչ շատ հետաքրքիր է նրանց հետ աշխատել, ամեն մարդ տարբեր բնավորություններ, չգիտեմ, ես ինչ չեմ պատկերացնում չաշխատելուց, մեծ սիրով ես աշխատում եմ, ես անում եմ իմ գործը։ Բայց սրա հետ միասին փաստորեն ընտանիքը, երեխաները, 19 տարեկան է ձեր աղջիկը, փաստորեն սովորում է հիմա, քոլեջում է սովորում։ Այո, նա սովորում է քոլեջում, բիզնես բաժնում է սովորում, ոնց որ մամայի մասնագիտությունն է։ Այո։ Ուզում նորից շարունակել։ Այնպես ինչպես դուք ձեր մայրիկի, հա, ձեր մայրիկն էլ է տնտեսագետ մասնագիտությամբ, հա։ Այո։ Աղջիկս էլ այո, սովորում է բիզնես է սովորում, քոլեջում է հիմա սովորում, իսկ տղաս սովորում է դպրոցում
Եվ զբաղվում է սպորտով, MMA սպորտով, դա բոքսի եւ բարբայի տեսակ է, տենց։ Այո, ահա, մարտարվեստի, այսինքն սիրում է այդպես մարտարվեստ, առանց կանոնների, կամքի ուժի հետ կապված ես հասկացա, որ խնդիր չունեք։ Ոչ։ Այո։ Շատ լավ, բայց ինչպես եք հասցնում, չէ՞ որ ինչքան էլ հա շատ փոքր չեն, բայց ամեն դեպքում խնամք են պահանջում, մանավանդ մարտարվեստով զբաղվում է, ես հասկացա, որ այստեղ եւ սննդակարգը եւ անընդհատ այդ հագուստը պատրաստելը եւ այլն, սրանք բավական լուրջ հարցեր են այս դեպքում։ Ինչ խոսք, շատ դժվար է լինել մայր, լինել տան տիկին եւ լինել ունենալ բիզնես, իհարկե շատ դժվար է ինձ համար, բայց փորձում եմ համատեղել, ինչքան որ կարողանում եմ, փորձում եմ համատեղել, այո։ Իսկ ինչքան որ ազատ ժամ եմ գտնում, ես երեխաներիս հետ եմ անցկացնում։ Իսկ լինում է, չէ՞ որ կանայք այսպես հոգեբանորեն հոգնում են, ասում են լավ, վերջ, այլևս չեմ կարող։ Հա ի՞նչն է ձեզ, որ մոտիվացնում է այսպես լիցքավորում, որ նոր էներգիա ստանաք։ Ես գիտեմ դուք վաղ առավոտից աշխատում եք եւ ինչքան սիրով ու ժպիտով եք ընդունում հենց առաջին ձեր այցելուին հաճախորդին։ Ես շաբաթամեջ 2 օր է որ չեմ աշխատում, ու ես որ շաբաթը սկսվում է, որ արդեն որ զգում եմ շատ հոգնած եմ, ասում եմ, վայ, երբ է գալու արդեն կիրակի 2 շաբթի օրերը, որ ես մինելու եմ տանը, բայց արդեն 1 օր տանը մնալուց հետո ես հասկանում եմ, որ չէ, ես պետք է տանից դուրս գամ ու իմ սիրած գործով պետք է զբաղվեմ, շատ եմ սիրում, այո։ Այո, ինքնարեալիզացիան, այսինքն երբ դու քո սիրած ասպարեզում ես ու զբաղված ես, կնոջ համար շատ կարևոր մի բան է, չէ։ Ես սիրում եմ զբաղված լինել։ Այսինքն ես չեմ կարող նստել, ինչ որ ոչինչ չանել։ Ես պետք է անպայման մի բան անեմ, ես սիրում եմ զբաղված լինել, դրանով եմ ես, իմ կյանքը դրանով է հետաքրքիր դառնում է։ Աշխարհում ամեն ինչ է արագ, իսկ այդտեղ ավելի շատ, հա, այո, ինչով եք, այսինքն այդ լիցքավորվում, ինչ որ բան ունեք, որը որ, չգիտեմ, այսպես երաժշտություն լսել կամ ինչ որ բնության գրկում, կամ գիտեմ, որ խոհանոց եք սիրում, երբ ժամանակ եք ունենում, խոհանոցում եք լինում։ Անպայման խոհանոցում, կարելի ասել ամեն օր խոհանոցում լինում եմ, որովհետև ընտանիքից, եթե ընտանիք երեխաներ ունես, չես կարող անընդհատ դրսից սնվել, դրսում սնվել, այո, բնականաբար խոհանոց սպորտսմեն, այո, բնականաբար խոհանոցել եմ շատ սիրում, իմ կարծիքով իմ մոտ ստացվում է համեղ պատրաստել, այո, մնացած ազատ ժամանակ որ ունեմ, արդեն երեխաներիս հետ զբոսնում ենք, այգի ենք գնում, ծովափ ենք գնում, կարելի ասել տարին մեկ անգամ, եթե ստացվում է Երևան ենք այցելում, հրաշալի է, որովհետև այո, մեր բարեկամներից, հարազատներից շատերը գտնվում են Երևան քաղաքում, այցելում ենք, գալիս ենք Երևան, լիցքաթափվում ենք, նորից հետ ենք գալիս, անցնում ենք մեր բնականon արդեն օրվա գործերին։ Այո, փաստորեն Հայաստանում հաճախ եք լինում։ Տարին մեկ անգամ փորձում ենք, փորձում եք, այո, չնայած արդեն բավական ժամանակ է, փաստորեն 10 տարի է, որ նահանգներում եք, ինչն է տարբեր, հա, Հայաստանից, ինչն է, որ այստեղին եք կարոտում եւ ինչ կարեւոր բաներ կան, որ հնարավորություններ, որ տալիս է նահանգները։ Առաջինը կարոտում եմ հարազատների շփումը, մարդկային շփումը։ Այստեղ մի քիչ էլի շփվում ենք մարդկանց հետ, բայց մի քիչ ուրիշ է այդտեղից, տարբեր է, վազք է այստեղ, ավելի շատ օրը անցնում է վազքով, այսինքն այնքան արագ է անցնում օրերը, այնքան շաբաթը չես կարող հասկանում ոնց է անցնում, այնքան արագ է անցնում, դու չես կարողանում հասկանալ, մեկ հիշում ես առավոտյան շուտ է, վաղ է, մեկ էլ հիշում ես արդեն քնելու ժամ է։ Արդեն ուշ է, այո։ Այդպես տարիներն էլ են արագ անցնում, որ կարելի ասել, եթե
տարին մեկ անգամ Հայաստան են գալիս, ոնց որ ինձ թվում է, ոնց որ մեկ ամիս առաջ է ես եղել Հայաստանում, այդքան արագ է անցնում, դուք չեք պատկերացնի ուղղակի։ Մի կողմից լավ է, մի կողմից վատ է, որ մեր կյանքից է այդ արագ տարիները անցնում, մյուս կողմից այնքանով է լավ, որ չենք հասնում այդքան արագ կարոտենք, այդպես, բայց այո, շատ տարբեր է այստեղ ու Հայաստանում կյանքը։ Այո, նաև այդ որոշումը բավական այսպես լուրջ վստահ քայլ էր, հա, The Spotlight Studio-ի հիմնադրումը։ Ես հասկացա, որ դուք սիրում եք դանդաղ, այսպես հաստատուն քայլերով, բայց երազանքներն իրականացնել։ Ես միշտ ասում եմ, տեսնես կլինի մի օր, որ ես մտնեմ գեղեցկության սալոն, այնտեղ ես ինչ որ աշխատանք ինձ գտնեմ, ինձ հետաքրքրել է այդ հաճախորդների հետ շփումը։ Ու այդպես բախտի վերումով, այո, կամաց քայլերով հասանք դրան։ Հրաշալի է։ Շնորհակալ եմ շատ, Նելի, իրականում ինձ շատ հաճելի է, շատ անկեղծ մարդ եք դուք եւ ձեր խոսքը այսպես հակիրճ, գեղեցիկ ու շատ անկեղծ։ Ես գիտեք ձեր աշխատանքների մեջ երևում էր այդ որակը, պրոֆեսիոնալիզմը, դուք ուշադրություն եք դարձնում ոչ թե կոնկրետ հոնքին, այլ կամ թարթիչին, այլ թե դեմքի արտահայտությունը, ինչպես կարող եք փոխել այդ հոնքի ու թարթիչի միջոցով, իսկ զրույցի ժամանակ էլ շատ անկեղծ եք եւ կարծում եմ, որ հենց սա է պատճառը, որ հաճախորդները, այցելուները ձեզ մտերիմներ են ժամանակի ընթացքում դառնում ու իրենց ոչ միայն ձեր աշխատանքը, այլև շփումն է հաճելի, որովհետև գեղեցկության այդ beauty ոլորտը նաև այդ առանձնահատկությունը ունի, չէ, եթե շատ պրոֆեսիոնալ էլ մարդը լինի, բայց շփման մեջ հաճելի չլինի, շատ չեն լինի այցելուները։ Այո, բնականաբար։ Շնորհակալություն Լիլի ջան, շատ հաճելի էր ձեզ հետ շփվելը։ Սիրելի հետևորդներ, գիտեք օրինակ ժամանակի ընթացքում մարդիկ կանում հետ հանդիպում ես, մարդը զբաղվում է իր գործով եւ միանգամից զգում ես, որ մարդը երջանիկ է, որովհետեւ ինքը կարողացել է փոքր քայլերով, բայց իր երազանքին հասնել։ Այ աշխարհում հենց այսպիսի կանայք են, որ կարող են ինչ-որ բան փոխել, երբ իրենք ունենում են երազանքը, դարձնում են նպատակ ու կարողանում են հանդարտ ու հանգիստ քայլերով իրենց երազանքին հասնել, ոչ թե անընդհատ դժգոհել ու մտածել ինչ լավ կլիներ, որ աշխարհում, չգիտեմ ինչ, մի կարևոր մի ոլորտում կամ ինչ-որ մի կարևոր կետում իրենք հայտնված լինեին։ Մենք այսօր այդպիսի հետաքրքիր, հանդարտ ու պրոֆեսիոնալ կնոջ հետ էինք խոսում, ով իր գործընկերուհու հետ 2021 թվականին արդեն այս հասցեում, որը դուք տեսնում եք, հիմնադրեց The Spotlight Studio-ն, որտեղ զբաղվում են թարթիչների լիցքի, թարթիչների հետ կապված հոնքերի ձևավորման, փոշեդրում, այս բոլոր ծառայությունները, նաև թարթիչների ու հոնքերի լամինացիա, այսինքն ըստ էության այստեղ ընդգծում են ձեր հայացքը։ Նելի Մանուկյանի հետ էինք զրուցում, The Spotlight Studio-ի համահիմնադիր, թարթիչների լիցքի եւ հոնքերի մասնագետ։ Բոլոր նրանք, ովքեր այս պահին օվկիանոսից են կողմ են, հասցեն տեսնում են, կարծում եմ, որ նրանք հնարավորություն ունեն իրենց հայացքը իսկապես ընդգծելու, եթե դեռ չգիտեն։ Իսկ բոլոր նրանք, ովքեր Հայաստանում են կամ որևէ այլ երկրում, հնարավորություն ունեն ուղղակի մտածելու, որ մարդը եթե գտնում է այն ոլորտը, որը իրենն է, եթե նախասիրությունը իր դարձնում է աշխատանք, դարձնում է իր համար մասնագիտություն, ուրեմն միշտ հաջողելու հնարավորություն ունի, որովհետև միշտ կարելի է հոգնել, միշտ կարելի է ձանձրանալ ու բողոքել, բայց մյուս կողմից կանայք, ովքեր կարողանում են հստակ իմանալ ուր են ուզում գնալ, կարողանում են նաև երջանիկ լինել։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։ Նովոթեին ուլտրա, աչքի խոնավեցնող և հանգստացնող կաթիլներ, չի պարունակում վնասակար կոնսերվանտներ, առկա է բոլոր դեղատներում։ FreeSoft ստերիլ աղաջրային լուծույթ նախատեսված է ամբողջ ընտանիքի համար սկսած նորածնային տարիքից։ FreeSoft կաթիլները լայնորեն կիրառվում են քթի և աչքերի ամենօրյա հիգիենիկ լվացումների համար։